Ինչպես դառնալ իսկապես երջանիկ։ 15 պարզ, բայց հզոր սկզբունք։ Առաջին. երբեք մի ապրեք անցյալով։ Անցյալը արդեն անցյալում է։ Դուք այնտեղ այլևս չեք լինի և չեք փոխի ոչ մի բան։ Անցյալը կարող է ձեզ օգնել միայն մի դեպքում։ Դաս քաղեք, սովորեք նրանից և շարժվեք առաջ։ Անընդհատ անցյալի մասին մտածելով և արդեն եղածի համար անհանգստանալով, դուք ուղղակի բաց կթողնեք ներկան և կփչացնեք ձեր ներկա հուզական վիճակը։ Ուստի, որպեսզի հետագայում դրա համար էլ չսխչաք, ընդունեք այն, ինչ եղել է, և արեք լավագույնը, ինչ կարող եք անել այս պահին։ Երկրորդ. երբեք պետք չէ թերագնահատել ձեր համար հատկացված ժամանակը։ Անընդհատ այս ու այն հարցի համար անհանգստանալով, առօրյա խնդիրների մեջ լինելով, մենք շատ էներգիա ենք վատնում և դա կարող է հանգեցնել հուզական այրման։ Այնպես որ շատ կարևոր է օրվա մեջ, շաբաթվա մեջ ունենալ որոշակի ժամանակ, որը դուք անցկացնեք միայն ձեզ հետ։ Լիցքաթափվել, հանգստանալ, վերլուծել, հասկանալ, սրանք ուղղակի արտահայտություններ չեն, որոնք գեղեցիկ է օգտագործել, պետք է կարողանալ նաև անել։ Երբ դուք հանգստանում եք, դուք անիմաստ ժամանակ չեք վատնում և պետք չէ դրա համար մեղավոր զգալ։ Գնահատեք այս ժամանակը և իմացեք, որ դա կարող է ձեր էներգիայի մեծ աղբյուրը լինել։ Երրորդ. մի բավարարվեք արդեն իսկ ձեռք բերածով։ Իհարկե, երբ զուտ բավարարվում ես նրանով, ինչ ունես, կարող ես այդ ունեցածդ էլ կորցնել։ Արդեն իսկ ձեռք բերածով բավարարվելը և էլ ոչ մի բան չանելը կբերի լճացման։ Մարդը զարգանում է, երբ անընդհատ նոր բարձունքներ է գրոհում և գրավում։ Պետք է ամեն պահ սովորել և հաճույք ստանալ կյանքից։ Չորրորդ. եղեք բարի ձեր նկատմամբ։ Բարությունը հաջողության հիմքն է, և այդ հաջողությունը սկսվում է ինքներդ ձեր նկատմամբ բարությունից։ Դուք չեք կարող բարի լինել ուրիշների հանդեպ, երբ բարի չեք ձեր հանդեպ։ Նեղացնելով ինքներդ ձեզ, ոչ մեկին լավություն չեք անի։ Բոլորն էլ սխալներ կարող են անել, և դա նորմալ է։ Մի մեղադրեք և մի տանջեք ինքներդ ձեզ դրա համար։ Հասկացեք ինքներդ ձեզ և եղեք բարի ձեր նկատմամբ։ 5. Մի կորցրեք նրա իմաստը, ինչ անում եք։ Երբ դուք սկսում եք ինչ-որ բան անել, դրա մեջ իմաստ եք դնում, և դա հանդիսանում է ձեզ առաջ մղող ուժը։ Երբեմն շատ աշխատանքի, տարբեր բարդությունների բախվելով, հիասթափություններ ապրելով, մենք կարող ենք մոռանալ, կորցնել այն իմաստը, որը օգնել է մեզ առաջ շարժվել։ Ուստի պետք է հաճախ վերլուծել, վերհիշել և վերաիմաստավորել սեփական նպատակները։ 6. Ձեր մարմնին վերաբերվեք սիրով և հարգանքով։ Խնամեք, մարզեք ձեր մարմինը։ Այն ծառայելու է ձեզ ամբողջ կյանքում։ Սիրեք ձեր մարմինը և հարգանքով վերաբերվեք նրան։ Ինչ-որ փոփոխություններ անելուց առաջ լուրջ մտածեք. արդյոք դա ձեզ իսկապես պետք է, թե ուղղակի ինչ-որ շատ լավ աշխատող մարքետինգային քայլ է։ 7. Մի գնահատեք նյութական բաներն ավելի, քան իրադարձությունները։ Դուք կարող եք որոշակի գումար ծախսել և ինչ-որ բան գնել, բայց կարող եք նաև այդ գումարի դիմաց գնալ ճանապարհորդելու կամ սիրելի մարդկանց հետ ժամանակ անցկացնել։ Որը կընտրեք։ Ցավոք շատերը հիմա կընտրեն առաջին տարբերակը։ Իհարկե ոչ մի հարց չկա այն դեպքում, եթե դա իսկապես կարևոր է ու անհրաժեշտ, բայց եթե դա զուտ քմահաճույք է, ապա պետք է անաչառ գտնվել, իրավիճակը ճիշտ գնահատել և անկեղծ լինել սեփական անձի հետ։ 8. Երբեք մի համեմատեք ձեզ ուրիշների հետ։ Ցավոք սրտի փոքր տարիքից մեզ շատ են համեմատում ուրիշների հետ և գնահատում ըստ այդ անտեղի համեմատությունների, որոնք էլ շատ հաճախ հանգեցնում են թերարժեքության զգացման, տրավմաների։
Զերծ մնացեք այս ամենից, հասկանալով և ընդունելով ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։ Համեմատեք ինքներդ ձեզ միայն ձեր հետ, այն էլ միայն զարգանալու և առաջ գնալու համար։ 9. Պետք չէ վախենալ փոփոխություններից։ Ընդհանրապես ոչ մի բանից վախենալ պետք չէ, իսկ փոփոխություններից առավել ևս։ Փոփոխությունները միշտ են տեղի ունենում, դրանք կյանքի մասն են և անհրաժեշտ են զարգացման համար։ 10. Զարգացրեք ձեր հետաքրքրասիրությունը։ Հետաքրքրասեր լինելը մարդուն օգնում է անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերել և սովորել։ Եթե ինչ-որ բան չգիտես, հարցրու, սովորիր, փնտրիր։ Ամոթ չէ, երբ դու ինչ-որ բան չգիտես, ընդհակառակը, դա նշանակում է, որ դու կարող ես զարգանալ, սովորել նոր բաներ։ Հետաքրքրասեր մարդիկ միշտ մեծ բարձունքների են հասնում։ 11. Հիշեք ձեր հարազատների մասին։ Հարազատները միայն մեր արյունակից բարեկամները չեն։ Շատ մարդիկ, ովքեր մեզ արյունակից չեն, կարող են դառնալ մեզ ավելի հարազատ, քան մեր արյունակից հարազատները։ Երբեք պետք չէ մոռանալ նրանց, ովքեր մեզ օգնում են և կապ չունի, թե ինչ օգնության մասին է խոսքը։ Հիշեք այն մարդկանց, նրանց օգնությունը և միշտ շնորհակալ եղեք, չէ՞ որ նրանք ձեզ ոչ մի բան պարտավոր չեն և հանգիստ կարող էին չօգնել։ 12. Մի անհանգստացեք այն բաների համար, ինչի վրա չեք կարող ազդել։ Մենք շատ հաճախ ենք անհանգստանում, նյարդայնանում նրա պատճառով, ինչի վրա չենք կարող ազդել։ Եղանակ, ուրիշների քայլերը, այլ մարդկանց ցանկությունները և այլն։ Ուղղակի գործեք այն ամենով, ինչ ունեք։ Արեք այն ամենը, ինչ կարող եք։ Եվ հաստատ ժամանակ չեք ունենա անիմաստ բաների մասին մտածելու և անհանգստանալու։ Եվ իհարկե կհասկանաք, որ իմաստ էլ չկա։ 13. Ժպտացեք որքան հնարավոր է շատ։ Ժպիտը առաջացնում է դրական հույզեր, զգացմունքներ և մեզ օգնում է ավելի լավ զգալ։ Շատ հաճելի է շփվել ժպտերես մարդկանց հետ։ Լավ տրամադրությունը դեպի ձեզ կձգի հաջողությունը։ 14. Մի վախեցեք ամբողջությամբ փոխել ձեր կյանքը։ Ամեն ինչ նորից, նոր էջից սկսելը վախենալու է հնչում, բայց դա այդպես չէ, քանի որ դուք չեք սկսում զրոյից։ Դուք արդեն ունեք փորձ և դրանից ստացած դասեր, որոնք շատ լավ և ամուր հիմք կծառայեն կյանքը նոր էջից սկսելու համար։ Գործեք և հավատացեք ձեզ։ Դուք կարող եք։ Հաջողությունը վախի մյուս կողմում է։ 15. Կարողացեք մենակ լինել։ Մենակությունը մենք շատ ենք թերագնահատում։ Նույնիսկ երբեմն էլ վախենում ենք դրանից։ Մենակ մնալը լռության մեջ մեզ ավելի ու ավելի է մոտեցնում մեր իրական եսին։ Օգնում է, որ ավելի լավ ճանաչենք մեզ, իմանանք մեր հնարավորությունները։ Մենակ մնալուց չպետք է վախենալ։ Մենակությունը ուղղակի անհրաժեշտ է և սիրո աղբյուր։